առայժմ կա ոչ թե համաձայնագիր, այլ կա ընդհանրապես հուշագիր, որը կարող է ոտից գլուխ փոխվել, չնայած հուշագրերում էլ ոչ մի դրական բան չկա Հայաստանի համար, կարող է ոտից գլուխ փոխվել, ենթադրենք այն ժամանակ, երբ որ Հայաստանի իշխանությունները վստահ լինեն, որ իրենք այդ համաձայնագրերը խորհրդարանով կանցկացնեն, որովհետև եթե անգամ հուշագրերն ու հայտարարությունները փորձում է Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես փաստաթուղթ, ապա համաձայնագրի դեպքում հուսով եմ, որ չեն կարող եւ ստիպված են խորհրդարան տանել, եւ դա առաջացնելու է շատ լուրջ արձագանք հասարակության մեջ։ Ուրեմն, եթե չեն բերում համաձայնագրեր, դա նշանակում է երկու բան, կամ ընդհանրապես որևէ բան չկա, կամ սպասում են հարմար պահի դա բերելու համար, իրենց համար հարմար պահի։ Հակառակ դեպքում հիմա կբերեին մի բան է, չէ՞ որ հայտարարեն, որ տեսեք համաձայնագիր ստորագրեցինք ընտրություններից առաջ, մեկ այլ բան է, որ հուշագիր։ Հուշագիրը լավ մի խումբ մարդկանց կարելի է խաբել, որ տեսեք այս հուշագիրը մեզ այսպիսի բաներ է խոստանում, չնայած այնտեղ այդպիսի բաներ չկան։ Համաձայնագիրը արդեն ռեալ փաստաթուղթ է։ Ուրեմն ինչու չեն բերում համաձայնագիր, սա հարց է, որին պատասխան չկա։